նեղություններ եւ հալածանքներ, ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ գայլերի մեջ, արդ խորագետ եղեք, ինչպես օձերը, եւ միամիտ, ինչպես աղավնիները, զգույշ եղեք մարդկանցից, որովհետեւ ձեզ դատարաններ կհանձնեն, ու իրեն ժողովարաններում ձեզ կտանջեն, ին պատճառով կառավարիչների ու թագավորների առաջ կտարվեք, նրանց ու հեթանոսներին վկայություն տալու համար, բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի արեք, թե ինչպես կամ ինչ եք խոսելու, որովհետև նույն պահին կտրվի ձեզ այն, ինչ խոսելու եք, քանի որ խոսողը դուք չեք, այլ ձեր հոր հոգին, որ խոսում է ձեր մեջ, եղբայրը եղբորը մահվան կմատնի, հայրը որդուն, զավակները ծնողների դեմ կելնեն եւ կսպանեն նրանց, եւ իմ անվան պատճառով բոլորի կողմից ատված կլինեք, սակայն ով միջև վերջ համբերի, նա կփրկվի, երբ ձեզ այս քաղաքում հալածեն, դեպի մեկ ուրիշը փախեք, որովհետև ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք Իսրայելի քաղաքները սպառած չեք լինի, միջև մարդու որդու գալուստը, աշակերտը ուսուցչից առավել չէ, ոչ էլ ծառան իր տիրոջից, աշակերտին բավական է, որ իր ուսուցչի նման լինի, իսկ ծառային իր տիրոջ նման, եթե տանտիրոջը Բեղզեբուխ կոչեցին, ապա որքան ավելի նրա ընտանիքի անդամներին, արդ նրանցից մի վախեցեք, որովհետև չկա ծածուկ բան, որ հայտնի չդառնա, եւ գաղտնի բան, որ չիմացվի, ինչ որ ձեզ խավարի մեջ եմ ասում, լույսի մեջ ասեք, եւ ինչ որ լսում եք ականջին, տանիքների վրա քարոզեք, եւ մի վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող, այլ ավելի վախեցեք նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել, եւ հոգին, եւ մարմինը երկու ճնճղուկ մեկ լումայով չեն վաճառվում, բայց նրանցից ոչ մեկ առանց ձեր հոր գիտության գետնին չի ընկնում, ձեր գլխի ամեն մի մազն էլ հաշվված է, արդ մի վախեցեք, դուք բազում ճնճղուկներից ավելին եք, արդ ամեն ոք, ով ինձ մարդկանց առաջ խոստովանի, ես էլ նրանք խոստովանեմ իմ հոր առաջ, որ երկնքում է, իսկ ով մարդկանց առաջ ինձ ուրանա, ես էլ նրան կուրանամ իմ հոր առաջ, որ երկնքում է, մի կարծեք, թե ես երկրի վրա խաղաղություն բերելու եմ եկել, չեմ եկել խաղաղություն բերելու, այլ սուր, որովհետև եկել եմ բաժանելու որդուն իր հորից, աղջկան իր մորից, հարսին իր սկեսրոջից, եւ մարդու թշնամին իր ընտանիքի անդամները կլինեն, ով հորը կամ մորը ինձանից ավելի է սիրում, ինձ արժանի չէ, եւ ով իր խաչը չի վերցնում ու չի գալիս իմ հետևից, նա ինձ արժանի չէ, ով իր կյանքն է ապահովում, այն կկորցնի, իսկ ով ինձ համար իր կյանքը կորցնի, այն կգտնի, ով ձեզ է ընդունում, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ինձ ուղարկողին է ընդունում, ով մարգարեին իբրև մարգարեի է ընդունում, մարգարեի վարձ կստանա, եւ ով արդարին իբրև արդարի է ընդունում, արդարի վարձ կստանա, եւ ով այս փոքրիկներից որևէ մեկին, որպես իմ աշակերտի, թեկուզ մեկ բաժակ սառը ջուր տա խմելու, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա իր վարձը չի կորցնի։